Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր առողջ զրույցն է Մարիամ Վահանյանի հետ։ Յուրաքանչյուր զրույց ձեզ կբերի, յուրաքանչյուր մեր հաղորդում ձեզ կբերի ձեր անհրաժեշտ հիվանդությունների հարցերի պատասխանը։ Սիրելի իմ ժողովուրդ, մի պարփակվեք ձեր մեջ, ցավում է որևիցե միտեղ, ապա հիսվեք ձեր հարազատների, բարեկամների, եկեք ստուգման, որովհետև ստուգումով կարող եք կողմնորոշվել ինչ անել հետո։ Իհարկե այսօր խոսելու ենք Անի Վահրաջյանի հետ միգրենի մասին, որը սարսափելի ցավ է, կարելի ասել տապալում է մարդուն եւ անգամ թույլ չի տալիս, որ աչքերը բացվի, որովհետև լույսը անգամ իրեն մոտ սարսափելի զգացողություն է առաջացնում։ Բժշկուհի ջան, կարող եք բացատրել միգրենը ինքը իրենից ինչ է ներկայացնում։ Այո, իհարկե, նախ եւ առաջ հասկանանք ինչ է միգրենը։ Միգրենը քրոնիկական գլխացավ է, որը բնութագրվում է ցավը տեղակայվում է գլխի մի կեսում կամ աջ կամ ձախ կողմում, ընդ որում գլխացավից գլխացավ տեղակայումը կարող է փոփոխվել։ Միգրենի ժամանակ լինում է սրտխառնոց, փսխում եւ լույսի եւ ձայնի նկատմամբ ֆոտոզգայունություն է լինում։ Միգրենը հիմնականում տեղակայվում է ճակատագունքային հատվածում, որով եւ տարբերվում է մնացած տեսակի այլ գլխացավերից։ Միգրենը հիմնականում լինում է երկու տիպի՝ աուրայով միգրեն եւ առանց աուրայով միգրեն։ Դա ինչ է իրենից ներկայացնում։ Այո, աուրայով միգրենի ժամանակ հիվանդները սովորաբար կանխազգում են, որ քիչ հետո իրենց մոտ կսկսվի օրինակ գլխացավը։ Իրենց մոտ տեսողությունն է խեղաթյուրվում, նրանք ամեն ինչը տեսնում են մշուշոտ։ Սովորաբար հիվանդները փնտրում են լուռ եւ մութ սենյակ եւ փորձում են քնել, եւ եթե նրանց հաջողվում է քնել, ապա մեծ մաս դեպքերում ցավը անցնում է։ Ախտորոշումը սովորաբար մենք կլինիկորեն ենք դնում, այսինքն չկա որևէ հատուկ հետազոտություն, ըստ որի կարող ենք ասել այս մարդու մոտ առկա է միգրեն։ Հիմնականում հավաքելով մանրամասն անամնեզ հիվանդի հետ զրուցելով մենք դնում ենք կլինիկական ախտորոշումը միգրեն։ Միայն երբ որ մենք մտածում ենք, որ կարող է լինի օրինակ գլխուղեղի օրգանական ախտահարում, այդ ժամանակ արդեն ուղարկում ենք MRT հետազոտության։ Իսկ ասում են միգրենի ցավը երբեք չի անցնում, մինչև 40-45 Չէ, դա սխալ միտք է, միգրենը իհարկե բուժվում է եւ գոյություն ունի երկու փուլերի բուժում, սուր փուլի բուժում, որի ժամանակ որ նշանակվում են ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ եւ պրոֆիլակտիկ բուժում, որը կարող է լինել թե հիպոտենզիվ միջոցներով, թե հակադեպրեսանտներով, թե հակացնցումային եւ թե հենց կոնկրետ միգրենի համար նախատեսված պրեպարատներով, որոնք կոչվում են տրիպտաններ։ Նկարում պատկերված են այն սննդատեսակները, որոնք հանդիսանում են տրիգերներ միգրենի համար, այսինքն կարմիր գինին, պանիրը, շոկոլադը, ընդեղենը։ Եթե միգրենով հիվանդները ընդունում են այդ սնունդը, ապա նրանց մոտ կարող է սկսվել միգրենոզ նոպան։ Այս նկարում պատկերված է միգրենով հիվանդ մարդու տեսողությունը այդ պահին, նոպայի պահին, այսինքն տեսնում է ոչ սովորական մարդու պես մշուշոտ է դառնում տեսողությունը միգրենով հիվանդ մարդու մոտ։ Իհարկե յուրաքանչյուր միգրենով հիվանդ կարող եմ ես ինքս ասել, որտեղ իմ շրջապատում նման երևույթներ եղել են, իր գլուխը բացարձակ չի աշխատում։ Այո։ Չի կարողանում կողմնորոշվել իր շրջապատում ինչ է։ Իրեն այդ պահին կամ պետք է չխոսել, կամ պետք է առանձնանա, կամ պետք է աչքերը փակի եւ նստի։ Ուզում եմ ասեմ, դա իհարկե ծանր հիվանդություն է, որ այն կարծիքը կա, որ չի բուժվում եւ շատերն են այդ կարծիքին, ուրեմն իմ շատ սիրելի ժողովուրդ, դա բուժվում է, պետք է ուղղակի ժամանակին ասել, պետք է բժշկին դիմել, ոչ թե տնային պայմաններում դուք սկսեք ձեր բուժումը, այլ պետք է դիմել բժշկի, որովհետև կա հատուկ սննդակարգ, ինչպես մեր բժիշկը ցույց տվեց, եւ այդ սննդակարգը դուք չպետք է օգտագործեք, որպեսզի ձեր միգրենը չսրանա, չսկսվի նոպայի։ Բժշկուհի ջան, իսկ ինչ խորհուրդ կտաք դուք մեր այդպիսի հիվանդներին, որպեսզի իրենց մոտ
այդ սրացումը հաճախակի չլինի։ Չլինի։ Ուրեմն որպես պրոֆիլակտիկա խորհուրդ է տրվում երիցուկի թուրմ խմել շաբաթական 2-3 անգամ 1-ից 2 գթալ երիցուկը Առավոտյան սոված վիճակով թե օրը մեկ անգամ։ Երեկոյան քնելուց առաջ, այո։ Երեկոյան 2 թեյի գթալ եւ 1 բաժակ եղան ջուր։ Թողնում եք 20 րոպե որպես թրմը, որպեսզի թրմվի, ընդ որում պետք է սնունդը օգտագործած լինեք 3 ժամ առաջ, որպեսզի իր ազդեցությունը ավելի լավ գործի եւ հանգիստ խաղաղ դուք կարող եք քնել, որովհետեւ եւ նյարդային համակարգը կխաղաղեցնի եւ ձեր ընդհանուր գլխացավային վիճակը չի սրացնի եւ ձեզ ասեմ սիրելի իմ ժողովուրդ հաճախ ինքնուրույն հարևանի կամ բարեկամի խորհրդով օգտագործում եք դեղորայք, որը կարող է բերել նույնպես լուրջ խնդիրների, դա որն է։ Ինքնաբուժությամբ զբաղվել ընդհանրապես խորհուրդ չի տրվում այս դեպքում, շատ հաճախ հիվանդները գալիս են արդեն մի բուռ դեղեր խմած ցավազրկողներ եւ դժգոհում են, թե բժշկուհի չի օգնում մեզ ոչ մի ցավազրկող, ինչ անենք։ Տեսեք, ուրեմն հարցը այստեղ նրանում է, որ շատ դեղորայք ընդունելուց եւս կարող է առաջանալ գլխացավ, դա կոչվում է դեղորայքային չարաշահման գլխացավ, նույն ինքը աբուզուսային, անգլերենից աբուզուսային գլխացավ է առաջանում։ Այդ պարագայում, երբ որ այդ դեղորայքը հանվում է, հնարավոր է միգրենոզ նոպաներն էլ ինքն իրեն արդեն նահանջեն։ Նաև ասեմ, այդ դեղորայքը ոչ միայն ձեր գլխացավերը, ոչ միայն ստամոքսաղիքային տրակտն է ախտահարում, ոչ միայն լյարդը, այլ թունավորում է առաջացնում նաև ամբողջ օրգան համակարգում։ Չէ՞ որ այդ դեղորայքը գնում է արյան միջոցով ամբողջ օրգան համակարգեր։ Մի զբաղվեք ինքնաբուժությամբ, իմ շատ սիրելի ժողովուրդ, դիմեք բժշկին եւ նաեւ նայեք մեր հաղորդաշարը առողջ զրույց Մարիամ Վահանյանի հետ, որը կտա ձեր խնդիրների պատասխանը։ Սիրում եմ ձեզ։